Հարկից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվության շեմը փոխվել է, բարձրացել։ Եթե նախկինում գործարարը կարող էր պատասխանատվության ենթարկվել 4 միլիոն դրամից ավելի խախտում կատարելու համար, ապա այժմ 10 միլիոն դրամի համար։ Պատիժը 3-ից 6 տարվա ազատազրկում է։ Առանձնապես խոշոր չափի խախտման համար 10 միլիոն դրամը դարձել է 20 միլիոն դրամ։ Այս դեպքում նախատեսվում է 4-ից 8 տարվա ազատազրկում։ Օրենսդրության փոփոխությունն առաջարկել էր Մանթաշյանց գործունեությունն առաջարկել էր նաև հաշվի առնել բիզնեսի ընդհանուր շրջանառությունը, սակայն այդ առաջարկը չի ընդունվել։ Որտեղ մեծ շրջանառության հետ կարող են ուշադիր չլինել եւ առաջի հայացքից մեծ գումար, օրինակ 10 միլիոնը, դա ուղղակի հաշվապահական բացթողումների հետևանք լինի եւ միանգամից բիզնեսը տանել քրեական դաշտ, քրեական գործիքակազմ օգտագործել գործարարի դեմ, սա կարծում ենք արդարացված չի հաճախ։ Պետությունն ունի վերահսկողության ու պատժի բազմաթիվ լծակներ, 4 միլիոն դրամի համար քրեական պատիժը գործարարներն արդյունավետ չեն համարում։ Առավել ևս, որ երբեմն հարկային տեսուչները օրենսդրությունը մի կերպ են մեկնաբանում, գործարարի հաշվապահներն ու իրավաբանները բոլորովին այլ կերպ։ Եթե կա վեճ, ապա այն պետք է լուծի դատարանը։ Մենք փոխանակ գնանք դատարաններ, դատարանից մեկնաբանություն ստանանք, տեսնենք գործարարի թե իրավաբաններն են ճիշտ, թե պետության կողմի, այսինքն հարկայինի տեսուչները կամ իրավաբանները, մենք միանգամից ասում ենք լավ, չես վճարում, հիմա տես ինչ կլինի։ Տալիս են քննչականին, քննչականը օրինակի համար այդ խոշոր ընկերության գլխավոր տնօրեն կալանավորում է, արագ գումարը վճարում է, թվում է թե ոչ մեկ հարցեր չունի, որտեղ իրավաբաններին եւ հեղինակավոր կազմակերպությունները ասում են հանգարց ձեր չանես, մի հատ է կտանեն կկալանավորեն։ Ուժային կառույցների միջոցով խնդիր կարգավորելը հաճախ ավելի արագ է արդյունք տալիս, անձը անհանգստանալով քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգից կամ բացասական հետևանքներից համաձայնության է գալիս եւ ընդունում առաջադրվող պայմաններն անգամ այն դեպքում, եթե խախտումը միտումնավոր թույլ չի տվել։ Սակայն փաստաբանը շեշտում է, բիզնեսի դեմ այդպիսի գործիքակազմ կիրառելը պետության շահից չի բխում։ Քրեական գործիքակազմի դեպքում գործարարը ուզում է խուսափի այդ նմանատիպ խնդիրներից, որտեղ նույնիսկ եթե քրեական ոլորտում ինչ-որ մի օր ինքը ակնկալում է, որ դատարանում արդարության կհասնի, ի վերջո քրեականում էլ է դատավոր որոշում, վարչականում է, քաղաքացիականում է, բայց քրեականում այդ ճանապարհը անցնելը գործարարի համար կարող է լրացուցիչ բացասական հետևանքներ առաջացնել։ Պետք է ազատ իրավական դաշտ ստեղծենք, որ գործարարները աշխատեն, զարգանան եւ մենք ունենանք հեռանկար։ Հիմա գործարարները հանգիստ շունչ են քաշում, այլևս ստիպված չեն լինի անճշտության կամ օրենքի սխալ մեկնաբանության համար ենթարկվել քրեական պատասխանատվության։